Անդրադառնանք երեկվանից ամենաքննարկվող թեմային՝ Փաշինյան-Պուտին երեկոյան նախաճաշին։ Կրեմլում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ արցախյան շարժումը չպետք է շարունակվի։ Նրա խոսքով նախկին ԽՍՀՄ վարչական սահմաններում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը բավականին ամուր հիմք է խաղաղության հետագա ամրապնդման համար։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ կապված հարցերին, ես արդեն շատ թափանցիկ և հրապարակայնորեն հայտարարել եմ Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Փաշինյանը նշել է, որ Երևանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը 2 անգամ հրապարակավ խոսել է այդ մասին։ Փաշինյանը սրա վերաբերյալ խոսել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Արցախի շուրջ իրավիճակը մնում է զգայուն հարց։ Ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս։ Սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ։ Խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից կարծում եմ, որ հավանաբար դա իմաստ ուներ։ Փաշինյանն ի պատասխան շեշտել է, թե 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ և ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկեին, բայց չգործարկվեցին, և դա հանգեցրեց այն իրավիճակին, որը Հայաստանը ունի ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։